Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք քինուա, հայերեն տարբերակով նաև անվանում են սագախոտ։ Պատրաստելու ենք քինուան այնպես, որպեսզի ստացվի հատիկ-հատիկ, ինչպես որ տեսնում եք տեսանյութում։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես քինուան պետք է լվանալ հոսող ջրի տակ, 2-ից 3 րոպե անպայման այդպես հոսող ջրի տակ մի լավ լվանում ենք, այնուհետև անցնում եփելուն։ Կաթսան տաքացնում ենք, ավելացնում ենք 30 մլ բուսայուղ, այնուհետև քինուան ավելացնում։ Մի լավ խառնում ենք, կարելի ասել 1-ից 2 րոպե այսպես ընթացքում խառնում ենք և հետո կավելացնենք եղման ջուրը։ Ջրի քանակը կախված է, թե ինչքան քինուա ենք պատրաստում։ 1 բաժակ քինուային ավելացնում ենք 2 բաժակ ջուր, անպայման եղման ջուր ավելացրեք, եթե սովորական ջուր ավելացնենք, ապա իմ նշած հատիկ-հատիկ ձևով չի ստացվի։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ, աղը կարող եք ավելացնել ինչքան ձեր քիմքին հաճելի է, մի լավ խառնում ենք և կթողնենք, որպեսզի եփվի։ Քինուան ուտելի սերմ է և այն պարունակում է մի շարք վիտամիններ։ Ամբողջական նյութի հղումը կդնեմ մեկնաբանության դաշտում, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված քինուան։ Հիմա խառնում ենք ընթացքում 1-2 անգամ, այնուհետև երբ որ տեսնում ենք արդեն իսկ համարյա ջուրը քաշվել է և այսպիսի անցքեր կան վրան, 3 կամ 2 տակ խոհանոցային անձեռոցիկը ծալում ենք և ահա այսպես դնում կափարիչը վրան։ Թողնելու ենք մնա այնքան ժամանակ, մինչև որ ամբողջությամբ ջուրը կքաշվի։ Կարող է դա լինել 10 րոպե, 7 րոպե, ընթացքում անպայման ստուգեք։ Ահա ստուգեցի, տեսնում ենք, որ արդեն իսկ ջուրը քաշվել է, կրկին կափարիչով ծածկում ենք և կթողնենք մնա 10 րոպե, բայց արդեն անջատում ենք կրակը։ 10 րոպե անց կափարիչը բացում ենք և պատառաքաղի օգնությամբ ահա այսպես իրարից առանձնացնում։ Գդալով մի արեք, որովհետև գդալով այսպես անելու դեպքում կարող է վնասվել հատիկները, քանի որ նուրբ են։ Ահա և պատրաստ է մեր սագախոտը, տեսնում եք հատիկ-հատիկ է ստացվել, իդեպ երեխաներս նաև սիրում են հենց այնպես որպես փլավ ուտել սագախոտը, բայց ես նաև հաճախ պատրաստում եմ տարբեր աղցաններ սագախոտով։ Այսօր էլ ներկայացնեմ իմ սիրելի աղցաններից մեկը։ Պատրաստելու համար վերցրել եմ 1 կապ մաղադանոս, կես կապ համեմ, 1 մեծ չափի լոլիկ, 1 կիտրոնի հյութն եմ օգտագործելու և փոքր չափի սոխ։ Բոլոր բաղադրիչները կտրտում ենք, հետո ավելացնում ենք կիտրոնի հյութը, նաև վերջում ավելացնում ենք 4 ճաշի գդալ բուսայուղ և 1 թեյի գդալ սև պղպեղ։ Քանի որ նախապես քինուան եփել էինք աղով, շատ քիչ աղ կարող եք անել, այնքան ինչքան որ ձեր քիմքին է հաճելի։ Ահա և մեր աղցանը պատրաստ է։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։